ռոբոտիկ վիրաբուժությունը ինքը ռոբոտը ոչ մեկի փոխարեն չի վիրահատում։ Երբեք այդքան մոտիկից ու այդքան հստակ չեմ տեսել ներքին օրգանները ու իրանց առանձնահատկությունները։ Եկեք ճիշտը խոսանք, Հայաստան բժշկական ծառայություն շատ ավելի լավն է, քան ժողովրդի կենսամակարդակը։ Դու քեզ նսեմացված ես զգում, որ քո պետության մեջ, քո երկրում չկա այդ ռոբոտը։ Ինչ է տալու ռոբոտիկ սիստեմի առկայությունը Հայաստանում։ Հրաշալի մեթոդիկա է, բայց շատ թանկ է, որովհետև հիվանդանոցն է վճարում դրա համար։ Ըստ մեր գործիքով ու այդ մի քանի ժամ պետք է կանգնես բուկալի պլաստիկաների ժամանակ։ Ողջույն սիրելի հյուրեր, ողջույն սիրելի բարեկամներ, մենք նորից այսօր խոսելու ենք ռոբոտիկ վիրաբուժությունից։ Դուք գիտեմ, ինչ որ մարդ հոգնել է, ինչ որ մարդ հետաքրքրվել է։ Մեր առաջի հաղորդումը նրա մասին էր, թե ինչ է ռոբոտն ընդհանրապես, ռոբոտ ասիստենտը։ Երկրորդ հաղորդումը նրա մասին է, թե որտեղ պետք է կիրառել ռոբոտը։ Իսկ այսօր ես հրավիրել եմ մեր մասնագիտության մեջ բժիշկ փիլիսոփաների, ընտրությունը հենց տենց է կայանել, ում հետ մենք խոսանք ռոբոտի փիլիսոփայությունից ու թե ինչքանով է ինքը փոխելու աշխարհը։ Եվ այսօրվա մեր հյուրերն են Աստղիկ բժշկական կենտրոնի կրծքային վիրաբուժության ծառայության ղեկավար Շահեն Նիկոլայի Դանելյանը եւ մեր արդեն մշտական հյուրերից Արմեն Էդուարդի Ավոյանը, ուրոլոգիական բաժանմունքի ղեկավարը։ Բարև ձեզ։ Շնորհակալություն, որ հրավերը ընդունեցիք, որ զրուցենք, որովհետև թեման իրոք ակտուալ է ու Հայաստանում նորարարական թեմա է։ Ու Արմեն Էդուարդիչ, առաջինը հենց կուզեմ ձեզանից սկսենք մեր զրույցը։ Շահեն Նիկոլայիչով 6 ժամ այսօր վիրահատել է։ Ռոբոտով հետո իրան կանրադառնանք, ոնց է իրան զգում, թողեք մի փոքր հանգստանա։ Երեք Science-ը հոդված հրապարակեց, դու երեք չէ, մի քանի օր առաջ հոդված հրապարակեց, որ առաջի բրիտանացի վիրաբույժը 2100 կիլոմետրի վրա ռոբոտ ասիստենտ սիստեմով կատարել է վիրահատություն, ոնց հասկացա ուրոլոգ է եղել, երիկամի վրա է վիրահատություն կատարել։ Արդյոք մենք էլ կհասնենք դրան, որ օրինակ Աստղիկ բժշկական կենտրոնից դեպի Գորիս, Կապան, չգիտեմ, այնտեղ արդեն Լորվա մարզ եւ տարբեր մարզերում կկարողանանք իրականացնել նմանատիպ վիրահատություններ։ Գիտես Դավիթ ջան, լավ հարց ես տալիս։ Իրականում մեզ թվում է, որ դա շատ հեռու ապագա է, բայց մենք երբ որ Աստղիկում ռոբոտի մասին երազում ենք, մեզ էլ էր թվում, որ մեր կյանքին կարող է չհերիքի էլ այդ գաղափարը, բայց արի ու տես, որ շատ արագ է զարգանում այդ ամեն ինչը եւ մենք արդեն Հայաստանում բավականին ուրեմն քանակի ռոբոտներ ունենք։ Ինչ վերաբերում է այդ հեռավոր շրջաններում վիրահատելու, կարծեմ որ սկզբից մենք պետք է սկսենք նույնիսկ Երևանը կապել միջազգային խոշոր կենտրոնների հետ, որտեղ կարանք մենք այդպիսի արդեն համագործակցություն ունենանք։ Հետո արդեն մտածենք Հայաստանի ներսում կիրառել այդ հեռաբժշկության, վիրաբուժության գաղափարը, որ էլի շատ լավ գաղափար է, էքսպերտ լինելով հանդերձ, ինչ որ մի վիրաբույժ կարա կատարի հեռավոր վիրահատություն շատ բարձր որակի մի հեռավոր հիվանդանոցում, որտեղ այդ ծառայությունը, այդ վիրաբուժությունը չկա։ Անհասանելի է։ Ու ինձ թվում է մյուս հարցը հենց այդ է ուզում տալ, որ ինքը պետք է չի, որ ամենտեղ լինի այդ ծառայությունը, այսինքն բժշկությունը պետք է տեղաբաշխված լինի բազային բժշկություն, լինի մի քիչ զարգացած լինի, ու ինչ որ այդպես պրեմիում դասի, պրեմիում չէ, ավելի այդպես բարձր տեխնոլոգիական։ 3 ռոբոտը շատ չի մեր կավեր երկրին, այս հարցը ինձ հետաքրքիր է։ 3-ը շատ չի, այստեղ իհարկե պետք է հիմնականում աշխատել, որ արժեքը նվազի, ինքնարժեքը նվազի այդ վիրահատության, որովհետև կարծում որ հիվանդներ կլինեն, պացիենտներ կլինեն, որոնք կարիք ունեն ռոբոտային վիրաբուժության, բայց կարևորագույն հարցերից մեկն է նաև ֆինանսավորումը այդ ամեն ինչի։ Որովհետև իր ինքնարժեքը հեռուստադիտողներն է որ իմանան, իր ինքնարժեքը բավականին բարձր է ամեն վիրահատության, որովհետև օգտագործվող սարքավորումները, նյութերը շատ թանկարժեք են, այնտեղ ամենաբանը հետաքրքիր է, որ նույնիսկ գործիք կա, որ կարող է օգտագործես 3 վայրկյան վիրահատության ժամանակ ու մի կյանք ավարտվեց, Պաստորեն մեր գործիքներն է կյանք ունեն։ Պացիենտների կյանքը փրկում են գործիքների կյանքի շնորհիվ։ Մեքենաների պրինցիպով ասում, Mercedes-ը սարքում էր սկզբից փչացող մեքենաներ, հետո ինչ որ պահի հասկացա, որ իրան ավելի է ձեռ տալի փչացող մեքենաներ սարքի, որ սկսի պայստամասեր ծախել։ Շահեն Նիկոլայիչ 6 ժամ այսօր
ռոբոտով աշխատել եք ու մենք միշտ զրուցել ենք ուրոլոգիայում, գինեկոլոգիայում, ընդհանուր վիրաբուժությունում, առաջի հյուրն եք, որ կրծքային վիրաբուժության մեջ պետք է խոսանք, մենք ռոբոտի կիրառումից ոնց էր, սա առաջինն էր, թե էլի ունեք անել, թե էլի եք արել մինչև էս Հայաստանում ձեր ռոբոտով։ Ու ոնց էր զգացողությունները, ինչ հիվանդ էր, ինչ ցուցումներ ուներ, այդ ամեն ինչը մի հատ ցույց տանք, էլի։ Մենք մի քիչ ավելի լայն բնագավառում ենք աշխատում, քան զուտ կրծքային վիրաբուժությունը։ Ընդհանրապես ասում են Հայաստանում թոքային վիրաբուժություն, բայց իրականում ես էլ եմ մի առաջ թոքերը չի, այլ կուրծքն է որպես անատոմիական զոնա, որ կրծքի մեջ շատ օրգաններ կան։ Հիմա մենք բացի կրծքային վիրաբուժությունից եւ որովայնային վիրաբուժությամբ ենք զբաղվում, առաջին վիրահատությունը ռոբոտիկ եղել է ռոբոտ ասիստենտված ֆունդուպլիկացիա, մենք եւ upper GI-ով ենք զբաղվում, այսինքն վերին աղեստամոքսային տրակտի վերին մեզ նայում են նաև մարդիկ, ովքեր բժշկական կրթություն չունեն, կբացեք այդ ինչ վիրահատություն, ինձ էլ հետ։ Աղեստամոքսային տրակտի վերին հատված, կերակրափող ստամոքս։ Երկրորդ վիրահատությունը, որ ես արել եմ մի 5-6 օր առաջ, դա եղել է ռոբոտիկ գաստրեկտոմիա, այսինքն ստամոքսի հեռացում, քաղցկեղի ժամանակ եւ այսօր վերջապես կրծքային վիրահատություն, իմ կարծիքով սա երևի առաջինն է Հայաստանում, որ թոքի մասնահատում ենք արել, ամենաբարդը թոքի մասնահատումներից ձախակողմյան վերին բլթի հեռացում, սիստեմատիկ լիմֆադիսեկցիայով, այսինքն լիմֆատիկ համակարգի հեռացումով, թոքի ուռուցքի կապակցությամբ հիվանդը բավականին երիտասարդ կին, թոքի ուռուցքով, որը ախտորոշվել է որպես լիմֆատիկ համակարգի, այսինքն ախտահարումով, այսինքն N2 փուլով եւ համապատասխան բուժումից հետո մենք իրականացրեցինք այս արմատական վիրահատությունը 6 ժամ իհարկե շատ է թե քիչ է, մի քիչ շատ է, որովհետև տորակոսկոպիայի ժամանակ մի բավականին դա կարճ է տևում, բայց սա լրիվ ուրիշ վիրաբուժություն, այսինքն պետք է լրիվ ձևափոխել մոտեցումը եւ փիլիսոփայությունը պետք է լրիվ փոխել, բայց իհարկե մի քիչ օգնում է այն փորձը, որ կա էնդոսկոպիկ վիրաբուժության լապարասկոպիան կամ տորակոսկոպիան մի քիչ օգնում է, բայց շատ դեպքերում եւ խանգարում է։ Այստեղ փիլիսոփայությունից կուզեմ հարցամ ոչ թե որպես ձեր գոլեգա, ձեր երիտասարդ գոլեգա, այլ որպես կռիչ լրագրող, էլի, ասած հարցը ձևակերպեմ, այս մտքով։ Իսկ ինչ տարբերություն թորակոսկոպի կանեք 1.5 ժամում անեք, վերջը ինչ առավելություն տվեց ձեզ հիվանդին, թե ուղղակի Ferrari էր ռուլին դստած ժամանակ հասկանանք։ Ասեմ, տեսեք, ես դեռ չեմ ասել եմ Պլատոին, որ արդեն կարամ թուրս հանած աչուձախ կտրտեմ, ես ինքս անցնում եմ այդ ուսուցողական կորը, ու ինձ դժվար է անել ինչ որ սիստեմատիկ ինչ որ եզրակացություն, սիստեմ համակարգային, բայց մի բան կարող եմ ասել, որ ես երբեք այդքան մոտիկից ու այդքան հստակ չեմ տեսել ներքին օրգանները ու իրանց առանձնահատկությունները, ոնց որ հիմա եմ տեսնում, օրինակ այն օրը գաստրեկտոմիայի ժամանակ, երբ որ դռներակն էր սկելետիզացիա ես անում, դռներակը բաց մաքրում ես լիմֆատիկ հանգույցներից, ես երբեք չեմ պատկերացրել, որ իրականում մենք սենց բաներ ենք հեռացնում, ու որտեվ չես տեսնում, իրականում տեսնում ես ինչ որ հյուսվածք, բայց այդտեղ լրիվ պրեցիզիոն, այսինքն նուրբ տեսնում եք շատ նուրբ եւ վտանգավոր օրգանների սահմանները, որը որ իրական կյանքում մի քիչ դժվար է, հատկապես բաց վիրահատությունների ժամանակ։ Ես հետաքրքիր մի հատ դեպք պատմեմ, դա ջանետ քո հարցի վրա, երբ որ իմ ուսուցչի մոտ, ռոբոտիկ ուսուցչի մոտ, պրոֆեսոր Մոսյանին երևի բոլորը ճանաչում ենք, հաջորդ Հայաստան այցելում ինքն էլ կայցելի ձեզ, երբ որ ես սովորում եմ ռոբոտիկ վիրաբուժություն, իմ հետ միասին նաև մի հատ ռուս շատ անվանի պրոֆեսոր կար, որ էլի ուրոլոգ էր, չեմ ուզում անունը տամ, որ ռոբոտիկ ինքը արդեն վիրահատությունը անում էր, ասաց, որ ես 30 տարի լապարասկոպիկ պրոստատ եմ հեռացրել շագանակագեղձ, բայց վերջապես տեսա այդ անաստամոզը ոնց է պետք դնել։ Այդ քո հարցի պատասխանը, ինքը 30 տարի լապարասկոպիկ է։ Հենց այդ է ուզում ասեի, որ խոսեցին կլինիկայից, որտեղ արդինատորաս ես անցել եմ, այնտեղ կար ռոբոտ, 2 հատ էր դրված, ու մենք միշտ կարողանում ենք երկրորդ կանսոլով վիրահատությանը հետևել, այդ արդինատորների համար ուչեբնի կանսոլի նման դրանց հետևում ենք, ու որ մենք ցույց ենք տալի Վլադիմիր Մեդվեդևը մեր միշտ ասում էր, դուք այս ամեն ինչ որ տենում եք, ես 30 տարի գնացել եմ որ այս ամեն ինչը տենամ, դու հիմա այդ սպլիցենիան որ տենում ես անոթների վրի ճաքերը, սենց ամեն ինչը այդ ժամանակ ես հասկանում։ Իդեպ դեր ասացին հավելեմ, եթե ուրոլոգիայի անջատեմ կռիչ լրագրողին միացնեմ բժշկ
բժշկին, մենք հետազոտություն արեցինք ռոբոտը, որ այնտեղ կար, զանգել ենք մոտավորապես 500 պրոստատեկտոմիա արածի հիվանդների, մեծ հարցաթերթիկ ենք լրացնում ու հարցումների արդյունքում այդպես փոքր հետազոտություն ենք անում տեխնացիական մեր տղերքից մեկի Հասկացանք մի բան, որ կյանքի առաջի 3 ամիսը պրոստատեկտոմիայից հետո կարդինալ տարբերվում է թե բաց, լապարոսկոպիկ եւ ռոբոտային վիրաբուժության անցած հիվանդների ու ռոբոտային վիրաբուժության անցած հիվանդները ամենալավ 3 ամիսն են ունեցել։ Ինչ որ պահի իրանց բոլորը հավասարվում են, եթե շատ ուժեղ տրավմատիզացիա չի գնացել, բայց օրինակ նույն էրեկցիայի հետ կապված խնդիրները, նույն մեզը պահելու հետ կապված խնդիրները, նույն ցավային սինդրոմը, նույն հետվիրահատական դժվարությունները ռոբոտիկ վիրաբուժություն անցած հիվանդները համարյա թե չէին նշում։ Այո։ Հետո ես նոր եմ վերադարձել Հայդելբերգից, նույն այսպես կոչված միմ պրոկտորը, որ Հայդելբերգում վիրահատում է, արդյունաբերաբար 10 տարի արդեն վիրահատում է ռոբոտիկ լոբեկտոմիաներ անում, ու ոչ միայն լոբեկտոմիաներ, միջնորմի գոյացություններ շատ ավելի սիրում է միջնորմի գոյացությունները հեռացնել մենակ ռոբոտով, եթե թոքը ինչ որ քննարկելի է, որ կարող է ինչ որ դեպքերում անեն տորակոսկոպիա, բայց միջնորմի գոյացությունները հստակ մենակ ռոբոտով ու ինքը չի կարողանում, ասում եմ, ես չեմ կարող էլ վերադառնալ, որտեղ այն հաճույքը, այն կոմֆորտը, որ ինքը ստանում է վիրահատության ժամանակ, ու սա իհարկե արտացոլում է հիվանդի վրա, որ չի կարող այդ կոմֆորտը մենակ քո համար լինի, այսինքն դու ավելի մեղմ, ավելի լավ ես ասեմ որ կախվածություն է առաջացնում իրականում կախվածություն է։ Այդ ոնց որ լավ մեքենա հիմա դուք ձեր Mercedes-ից հետո ուրիշ մեքենա որ նստեք Nissan-ի ռուլին, ասում եմ որ առաջին եսի մի քանի ամիսը ինքը մտածում էր որ սա իր համար չի, քանի որ դժվար էր ստացվում, բայց հիմա ինձ ասաց որ դուք երբեք էլ չեք վերադառնա տորակոսկոպիային, մոռացեք, հենց սովորեցիք լավ անել ռոբոտ, երբեք չեք վերադառնա։ Մեր հյուրերի համար իդեպ հատուկ նշենք, որ ռոբոտիկ վիրաբուժությունը ինքը ռոբոտը ոչ մեկի փոխարեն չի վիրահատում։ Մենք որ առաջի կենտրոնները Հայաստանում բերել են, կոմենտները կարդում ենք, ագի խնդալու է ոնց մարդուն թողած պետք է ռոբոտը վիրահատի։ Մենք ամեն օր ենք հիմա շփվում այդ պացիենտների ու ստիպված ենք բացատրել, որ այդ էլի մենք ենք վիրահատում։ Հետաքրքիր է ինչի հետ ռոբոտ անունը, օրինակ ռոբոտ անունը գիտեք, չէ, ես ֆանտաստիկայի մեծ սիրահար եմ գրականության։ Չեխական ծագում ունի։ Հա, ինքը չեխական ծագում ունի, իրան պոպուլարիզացրել է Այզեք Ազիմովը իր գրքերում, ռոբոտաշինության 3 օրենքները եւ ռոբոտ աշխատանք է նշանակում։ Հենց դա, այնտեղ դաժե ռոբոտա բառը, այդ ռոբոտ բառի հետ է բանը, որ ինքը աշխատանքի հետ կապ ունի ու ինքը զուտ աշխատանք հեշտացնելու համար է։ Մենք ուղղակի մեդիան, ֆիլմ արտադրությունը, մուլտֆիլմները եւ գրականությունը ռոբոտը հումանոիդների հետ ենք շփոթում, այսինքն մարդանման անդրոիդների, հա, այսպես ասած։ Արմեն Էդուարդիչ, դուք ինչ վիրահատություններ եք իրականացրել, քանի ժամանակ պրոստատեկտոմիաներ են կարել, գեղեցիկ վիրահատություններ, եւ պլաստիկ վիրահատություններ, միզացիոն նեղացումներ ռոբոտով։ Օրինակ ես չեմ տեսել որ ռոբոտով անեն, այսինքն ավելի շատ հրաշալի է ստացվում։ Օրինակ լապարոսկոպիկ այդ միզացիոնի նեղացումները վստահ եմ տեսել եք եւ բաց վիրահատություններն եք տեսել։ Անկեղծ ամենայն չասեմ չսիրված, բայց չբավարարված վիրահատությունը լապարոսկոպիկ այդ պլաստիկան է, LMS-ի այդ ավազան միզացիոնային սեգմենտի, որը ինձ դուր չէր գալիս լապարոսկոպիկ, իսկ ի տարբերություն ռոբոտը, որը շատ ճշգրիտ է, այդ կարերը դրվում ու իդեալական ստացվում է այդ։ Որովհետև դու այդ ամենա հենց այդ վիրահատության անավարտության զգացողությունն է, ինքը շատ տհաճ բան է, վերջերս եմ ես դրան բախվել, երբ որ միկրոսկոպով սկսեցինք վարակոցելեկտոմիաներ անել, ուսանց դուրս ես գալի վիրահատանից, ասում ես պրծանք թե չէ, ասես զգացողությունն է, նույնը այդ է, կարերը դրեցինք, հավաքեցինք, արդյոք մնաց նեղացում թե չէ, դու պիտի վիրահատությունից հետո ժամանակ անցնի, նոր գնահատես վիրահատությունը։ Ռոբոտից հետո տենց բան չի մնում։ Զգացողությունն է, որովհետև մի որ ժամանակ պետք է որ հասկանանք սեգմենտը նորից նեղա, թե չէ։ Կնայեք էլի ժողովուրդը, որ պրոստը շատ հաճելի զրույց է, սուբտիտրներով թարգմանենք ինչից է խոսքը գնում։ Հիմա սենց հարց, մենք քանի որ բաց հաղորդում ենք, եկեք գնային քաղաքականությունից մի հատ խոսենք։ Ինքը ինքնարժեք այդքան բաց ենք։ Հա, մենք այդքան բաց, հա, մենք դե հաղորդումներ ենք ունեցել, որից հետո մարդիկ գործից դիմում են գրել, բայց իստամած չի սպառնում։ Հա, մենք ունենք մի իրավիճակ, երբ որ ինքնարժեքը իր բարձր է, բայց ունենք նաև պետական ապահովագրական համակարգ, պետպատվերի համակարգ ունենք մենք, որ գործում օրինակ օնկոհիվանդներն ու պրոստատիկ հաղթկեղի հիվանդների։ Ոնց է աշխատելու այդ համակարգը, այսինքն կա համավճարի գաղափարը աստղիկ բժշկական կենտրոնում, թե դեռ չի գործում, նոր պետքա գործի ու ոնց պետք է այդ ամեն ինչ աշխատի։
Առայժմս թղթի վրա չկա այդ գաղափարը, բայց իհարկե օդում այդ խոսակցությունները գնում է եւ մենք շատ մեծ հույսեր ունենք, որ շատ մոտակա ապագայում այդ հարցը կլուծվի։ Կարծում եմ սկզբից պետքա համավճարի տեսք ունենա, ինչ որ մի մասը կփակի համընդհանուր ապահովագրությունը կամ պետպատվերը, մի մասը կարող է մնա պացիենտի արդեն վրա, բայց այդ է շատ զարգացող համակարգ է, հուսանք, որ մոտ ապագայում կարող է լինի նաև ինչ-որ քանակի պացիենտներ, որոնց պետությունը ամբողջությամբ կամ ապահովագրությունը ամբողջությամբ կփակի։ Հստակ հիմնավորում ունենք, օրինակ հիմա մասնավոր ապահովագրականներին ձեզ պետական ապահովագրությունը ինչ-որ ձևով սխմում է, չէ՞, մասնավոր ապահովագրականների աշխատանք, ձեզ լավ ֆիչա, ռոբոտային վիրահատություններ փոխհատուցեք բոլոր այն մարդկանց։ Իմ կարծիքով պետությունը եւ ընդհանրապես կյանքի կենսամակարդակը չի կարող լինի առանձին բժշկական որակից։ Միանշանակ։ Սա իմ խորին համոզմամբ անհնար է այս ամբողջ բեռը դնել հիվանդի վրա, որովհետեւ պետությունը այս պահին մենակ վճարումը վիրահատության համար կապ չունի թե ինչ մեթոդով է անում։ Բաց, փակ, լապարասկոպիկ, թե լապարատոմիա է անում, թե տորակոսկոպիա է անում, ու կապ չունի։ Ու մի հատ գին է վճարում, ու փաստորեն իհարկե շատ թանկ է, բայց այդ հիվանդի վրա դնել, այսինքն եթե պետության կողմից չլինի սուբսիդիա, չի զարգանա, այսինքն կլինեն եզակի մարդիկ, որոնք կարող են վճարել իրանց այդ վիրահատության համար։ Բավականին թանկ է, այսինքն եթե հաշվի առնեք, թե ինչ արժի մի համբուրգերը Երևանում եւ ինչ արժի մի Բրիտանիայում կամ Ամերիկայում, չէ, ուզում եմ ասեմ տարբերությունը, չէ, տարբերությունը լրիվ ուրիշ է, չես կարա հիվանդին օրինակ լրիվ ստիպես, որ ինքը դրա համար վճարի լրիվ։ Դրա համար պետք է լինի պետական սուբսիդիա։ Գերմանացիները ասում են շատ թանկ է, բժշկի հետ խոսում ես, ասում է հրաշալի մեթոդիկա է, բայց շատ թանկ է, որովհետև հիվանդանոցն է վճարում դրա համար։ Ու պետք է հիվանդանոց ճարի, թե որտեղից վճարի։ Ռուսաստանում OMS-ով ենք մենք աշխատում, դուք էլ եք աշխատել, OMS-ի համակարգը փոխհատուցում է ռոբոտ խիրուրգիան ու ավելի շուտ վճարը ՎՄՊ-ը։ Հա, ՎՄՊ, Высокие медицинские технологии։ Հա, ու այդ ցուցակները նայում ենք, իր ինքնարժեքը մոտավորապես այդ Ռուսաստանում հիշում եմ Da Vinci-ն առաջի սերունդով 600-ից 700,000 ռուբլի։ Ու այդ այն ժամանակվա ռուբլու կուրսով։ Ամբողջ վիրահատությունը։ Ամբողջ վիրահատությունը, ռոբոտիկ, այսինքն ինքը այն ժամանակվա կուրսով գալիս է 5-ից 7 միլիոն դրամի Դե հիմա երևի այնց նման բաներ պետք է ստեղ լինի, որովհետև ինքնարժեքը շատ բարձր է։ Ու ձեր հետաքրքիր բուրգերների օրինակը որ բերեցիք, դուք գիտեք չէ որ տնտեսության մեջ Big Mac-երով հաշվում են պետությունների բանի աստիճանը, վճարունակության, որ պետություն քանի Big Mac կարելի է առնել, ու օրինակը շատ հետաքրքիր էր։ Մեր հաղորդման գործընկերն է բժշկական գենետիկայի եւ առողջության առաջնային պահպանման կենտրոնը։ Բժշկական գենետիկայի կենտրոնը Աբովյան 34/3 հասցեում գտնվող բոլորդ էլ գիտեք, ու գիտեք այնտեղ կարելի է հանձնել գենետիկական անալիզներ, մասնավորապես պարբերական հիվանդության հետ կապված։ Սակայն քչերը գիտեն կամ զարմանում են մեկ-մեկ, որ բժշկական գենետիկայի կենտրոնում կարելի է հանձնել անալիզների ամբողջ սպեկտրը, սկսած արյան ընդհանուր քննությունից վերջացրած բարդ NGS պանելներով կապված հղիության, օնկոլոգիական հիվանդությունների, ռևմատոլոգիական հիվանդությունների, սիրտանոթային հիվանդությունների եւ այլ տարբեր տեսակի պաթոլոգիաների համար։ Կարող եք հանձնել հորմոնալ տեստեր, կենսաքիմիական տեստեր, մանրեաբանական հզոր լաբորատորիա, PCR լաբորատորիա եւ շատ ծառայություններ, որ մատուցում է բժշկական գենետիկայի կենտրոնի պրոֆեսիոնալ, բարի ու շատ ընկերասեր թիմը։ Մանրամասների համար կարող եք զանգահարել 015 800 800 հեռախոսահամարով կամ այցելել cmg.am կայք։ Իդեպ բժշկական գենետիկայի կենտրոնը անցել է ISO հավաստագրումը։ Դե ինչ սիրելիներս, այցելեք մեր մոտ ու առողջ եղեք։ Լավ, հիմա անցնենք այդ գիտական հատվածին իր մեր ընդհանուր առողջապահական համակարգին երկուսին հարց տամ։ Ինչ է տալու ռոբոտիկ համակարգի արկայությունը Հայաստանում, այսինքն մեր դեպի մենք ուր ենք գնում։ Դուք շատ լավ օրինակ բերեցիք, որ ընդհանուր ժողովրդի կենսամակարդակը եւ բժշկական ծառայությունը պետք է իրար հետ համընկնեն։ Եկեք ճիշտը խոսանք, Հայաստան բժշկական ծառայությունը շատ ավելի լավն է, քան ժողովրդի կենսամակարդակը։ Այսինքն եթե մենք համեմատենք ապրելու կենսամակարդակը մեր երկրի ու այն բժշկակցությունը, որ ես մենակ ուրոլոգիայից կարամ խոսամ, եկեք բաց ասենք, եթե ռոբոտն էլ մի տարի առաջ չունենք ու մեր նախորդ զրույցին մենք ասում ենք ռոբոտն էլ որ լինի, հիմա մենք եվրոպական ոչ մի կլինիկայից մեր տված ծառայությունով կարող է եւ չենք տարբերվում։ Հնարավոր է մի ինչ որ հետազոտության համար կողքի կլինիկա գնա հիվանդը Երևանի մեջ կես ժամ ճանապարհ անցնի, բայց ընդհանուր առմամբ մենք այդ ամեն ինչը ծածկում ենք։
Իսկ ստեղ արդարության գործոնը որն է, մեզ ուրա տանել։ Ես իհարկե դա այդքան պաթետիկ չի ասի, որ մենք չենք տարբերում, շատ ավելի զարգանալու տեղ ունենք իհարկե, որովհետև համակարգը ինքը ոնց կլինի, անկատ կատարյալ չի։ Դա համակարգը շատ ունի այսենց մանուալ ռուչնոյ ուպրավլենիայի տեղեր ունի, գներից բռնած, այ անվտանգությունից վերջացրած։ Մենք իհարկե ամենակարևորը, որ կարող ենք ձեռք բերել, դա այս ներդրման արդյունքում դա վիրահատությունների անվտանգությունն է։ Անվտանգությունը ինչ նկատի ունեք։ Այսինքն անվտանգ վիրահատությունը գրուպը գավառած մը տեսնես ինչ ես հատում։ Այսինքն երբ որ դուք տեսնում եք թե ոնց է անաստամոս դնում, սա ինչ է, այսինքն անվտանգություն է սա։ Հավանականությունը, որ ինքը քանդվելու է, շատ ավելի քիչ է, երբ որ դու ինչ որ մի բան տեսնելով փորձում ես կար դնել։ Սա անվտանգությունն է հիվանդների։ Դուք ինչ կասեք, Արոն Էդուարդович։ Դե իրականում մենք ունենում ենք պացիենտ, որը շատ արագ վերադառնում է կյանքի։ Պետության համար դա կարևոր է։ Ու արագ վերադառնում է տնտեսություն։ Ամերիկացի կամնալավն են այդ փողերը հաշվում, չէ՞։ Այդ մարդը, որ արագ վերականգնվում է, ինքը վիրահատությունից հետո բարդություն չունի, շագանակագեղձ հեռացնելուց հետո անմիզապահություն չունի, ինքը արագ վերադառնում է իր աշխատանքի ու սկսում է արժեքներ ստեղծել։ Այդ սա հաշվարկված է վաղուց, որ այդ մարդիկ շատ արագ են վերականգնվում եւ պետությունը շահագրգռված է, որ այդ պացիենտները արագ մտնեն իրանց ակտիվ կյանքի։ Երկրորդ կողմը, իհարկե, երբ որ մենք բոլորս գնում ենք, դու էլ, մենք էլ գնում ենք կոնգրեսների, անընդհատ խոսում են ռոբոտների մասին, ռոբոտ։ Exhibition-ում երկու տեղ կար մարդիկ կանգնած էին։ Այսինքն դու զգում ես, որ անցած 20 տարիների ընթացքում այդ ռոբոտը այնքան էր զարգացել, որ դու գնում էիր ու ամբողջ կոնգրեսի ընթացքում 80%-ը ռոբոտից էին խոսում, ու դու քեզ նսեմացված էիր զգում, որ քո պետության մեջ, քո երկրում չկա այդ ռոբոտը։ Հիմա մենք հպարտ ենք, ոչ թե հպարտ ենք նրա համար, որ Աստղիկում կա, մենք հպարտ ենք, որ Հայաստանում արդեն 3 ռոբոտ կա, եւ դա շատ լուրջ առաջընթաց է, թե գիտության, թե վիրաբուժության, թե ընդհանրապես առողջապահության համակարգի համար։ Մենք հիմա առաջադեմ ինչ որ քայլ ենք արել ու մոտենում ենք ստանդարտներին։ Ստեղ նաև կոլեկտիվ կոնսոլիդացիան է պետք, մենք միշտ դրանից այն երկու հաղորդումների ռոբոտի մասին խոսացել ենք, օրինակի համար Տաթևիկը Հովակիմյան, մեր համ սպինից, համ կարդիոլաբի տնօրենը կարդիոլոգ, ինքը շատ լավ վիդեո ուներ այս թեմայով, ասում է հիվանդին պետք է առաջարկել իրաբուժման բոլոր հնարավոր մեթոդները, ոչ միայն այն ինչ որ կա քո կլինիկայում, կամ ինչ որ դու ես կարող անես, այլ բոլորը։ Օրինակ մեր մեջ չգրված օրենք կար, դուք կհիշեք, մինչև մեր ռոբոտների գալը, մենք ինչքան հիվանդ ենք ուղարկում պիծեր բոլորս, հա։ Միխայել Սիմոնովիչի մոտ հիվանդներ ենք ուղարկում կամ Մոսկվա հիվանդներ ենք ուղարկում։ Համար ինքը միշտ կատակում էր, ասում էր Հայաստանում ռոբոտիկ վիրաբուժություն կա, բայց ռոբոտ չկա։ Իսկ մենք սաղը տիրապետում ենք այդ ռոբոտի գաղափարին, բայց չենք։ Իսկ թվում է թորակալ խիրուրգների մոտ, որ օրինակ, չգիտեմ, տեսնեն այն վիրահատությունը, որ կարելի է շատ անվտանգ ու շատ լավ կատարել ռոբոտով, ասեն, մենք ունենք թորակոսկոպիկ, բայց օրինակ Շահեն Նիկոլայիչը կարող է այդ ամենը ռոբոտով անի, այդ առանցնե փոքր երկիր ենք, կներեք բառիս համար շուկան փոքր է, ու մենք պետք է կարողանանք մեր ուժերն ու պացիենտի հնարավորությունները կոնսոլիդացնել X կենտրոնում, որովհետև օրինակ նույն պետկատեների մասին որ խոսքը գնում է, մեր երկրում ավելի շատ պետկատե կա իմ կարծիքով, քան դրա կարիքը մենք ունենք։ Մի քիչ ոնց ասում չի երիքում ազնվություն։ Ազնվություն որ ասում եք ասեն, որ այդտեղ ռոբոտ կա, այնտեղ թորակոսկոպիա կա։ Մի քանի տարի առաջ, 2 տարի առաջ օրինակ հիվանդ ես ունենում, որ գալիս կոմոդ ասում է դու գիտես որ դու հանգիստ կարող ես տորակոսկոպիկ վիրահատություն անես։ Կամ լապարոսկոպիկ ինձ ասել են միտեղ որ անհնար է, մենակ պետք է բացեմ, ձեռս մտցնեմ, sense շոշափեմ, տեսնեմ, շոշափեմ, այսինքն ինչ է սա, արդյոք սա գիտելիքի բացակայություն է, չէ՞ ինձ թվում է այստեղ ազնվության մի քիչ դեֆիցիտի հարց կա, ու սա գիտեք ինչից է գալիս որովհետև սովորացնում են, այսինքն քնություն են ընդունում այն մարդիկ, որոնք սովորացնում են։ Այսինքն պետք է համակարգի այն հիմքում հիմնական խնդիրը դա։ Չի կարա մի մարդ համ սովորացնի, համ քնություն ընդունի, նույնն էլ ստեղ է, եթե դուք կարողանում եք այդ բանը անել, պետք է ազնիվ լինեք, ասեք, որ օրինակ կա այս մեթոդը, ու նույնիսկ չի որ բոլոր իրար ձեռից խլելու են, չէ՞։ Բայց օրինակ ես կարող եմ Արմեն Էդուարդովիչի թույլտվությամբ ասեմ, որ մեր ուրոլոգիան մի քիչ այդ ավելի հարթված վիճակում է, որովհետև մենք ունենք հստակ ինչ-որ ոչ ֆորմալ, բայց բաժանած դերեր, ինչ-որ մասնագիտական, օրինակ ես գիտեմ, որ քարային երիկամաքարային հիվանդությամբ հիվանդին ուր ուղարկեմ։ Մեր կլինիկան չունի լազեր։
Ես չեմ կարող հիվանդին ստիպեմ, գա պնևմատիկով կամ չգիտեմ բանով զբաղվենք այդ ամենով։ Երկրորդ կլինիկան հիմա ունենք լազեր, բայց չունենք կամ օրինակ, չգիտեմ, այնտեղ վիրահատության օրինակ իմ մինչև IVF live տեղափոխվել իմ բոլոր բիոպսիաները Ադամյան Արամն է արել իմ հիվանդների, որովհետև իրանք ես է կարամ բիոպսիա անեմ, այստեղ նետվա ներկաներից ում էլ սովորացնենք, շատ արագ կսովորի, բայց Արամը ուներ մի հատ առավելություն, կար IVF կլինիկա իր կողքը, սերմը տեղում նայում էին ու բավականաչափ։ Այդ մեր մեջ միջիչ ուրոլոգների մեջ սահմանը հարց ես չեմ անում ու չեմ էլ վերցնում անում, որովհետև գիտեմ որ կա ինչ որ մեկը հարթված է ուրոլոգների մոտ Արմեն Էդուարդիչն է ձեր շնորհքով որ մենք այդ սահմանը ինչ որ ձևով ջենտլմենական բան ունենք, հետո գիտես այդ ուղեցույցները ներդրել է ուրոլոգիան, որը շատ շուտվանից ենք մենք սկսել ասոցիացիա անել, իր արդյունքները տալիս է։ Ես չեմ պատկերացնում մի ուրոլոգ, որ ասի ռոբոտը սխալ է, եկեք բաց վիրահատենք, տենց մարդ երևի թե չկա, էլի։ Ու մեր մասնագիտության մեջ ամենակարևորը մի քիչ մեծ գովանք է, ամենակարևորը ես գիտեմ, որ եթե հիվանդին մենք ինչ-որ բան ենք ասում, ինչ-որ հիվանդության բուժում ենք, հիմա չճնշենք, էլի կրծքային վիրաբույժներին ուրա։ Չէ, այդ առողջ է, օրինակ մեր ուրոլոգիայում ես ինչով եմ վստահ, որ եթե ես ասում եմ երիկամի ռեզեկցիա է պետք, հիվանդը պատտվի Երևանի բոլոր հիվանդանոցներում նույն պատասխանն է լսելու։ Չի լինելու մի ուրոլոգ, որ ասի երիկամի ռեզեկցիա պետք չի։ Ոչ թե նրա համար որ ես ավտորիտետ եմ, այլ նրա համար որ մենք մետ ունենք գիրք, որտեղ գրած է սար երիկամի ռեզեկցիա, սա նեֆրեկտոմիա, սա ձեռ չենք տալիս։ Ամեն դեպքում կա, այսինքն տարբեր մոտեցումներ կան, բայց հարցը մուտքի մասին է խոսքը, այլ ինչ չի որ մեկը ասի թոքին պետք չի ձեռ տալ, մյուսն ասի անպայման պետք է թոքը հեռացնել, հա, թեկուզ նման դեպքեր կարող են լինել, որովհետև բժշկության մեջ ստանդարտները կան, այդ ոչ ստանդարտ դեպքերը եւս գոյություն ունեն։ Այնպես որ ես չեմ գտնում, որ պետք է բոլորը մոդայիկ արդեն պերսոնիֆիկացված բժշկություն։ Շատ լավ բան է, հա, դա էլ է շատ ճիշտ գաղափար։ Ավելի մանրամասն կարող։ Պերսոնիֆիկացիա։ Չէ, պերսոնիֆիկացիաց բժշկություն, այսինքն ինչ նկատի ունենք էլի դրա տակ ասելը։ Կոնկրետ մարդուն վերաբերվում ես կոնկրետ դեպքից ելնելով, այսինքն դուք կարաք N երկու ստադիայով վիրաբույժի վրա։ Այսինքն կարաք N1 ստադիայով կարաք իրան պետքա չվիրահատեք, բայց գիտեք, որ ինքը ունի լուրջ կորոնար ախտահարում, ու ինքը չի ստանա քիմիոթերապիա նեոադյուվանտ։ Դուք ստիպված գնում եք վիրահատում եք, քանի որ ինքը ռեզերվ ունի մի քիչ։ Վիրահատում եք, որ ավելի ճշգրիտ հետազոտություն անեք, հետագայում ինքը ադյուվանտ ճիշտ բուժում ստանա, այսինքն իմունոթերապիա կարա ստանա օրինակ։ Եվ հասանելի չի ուռուցքը բիոպսիայի համար, այսինքն, բայց գայդը մտնեք ասել է երբեք N1-ը մի վիրահատեք անպայման բուժեք։ Ես դա միշտ իմ հարցը մոտս առաջանում եմ, մենք դա չգրված օրենք ունենք, չէ, գրված է, այսինքն PSA 20-ից բարձր է, մենք պրոստատեկտոմիա չենք գնում, բայց ինչքան հիվանդ կա PSA 20-ից բարձր է, բայց MRT-ով ամբողջ պրոստատի մեջ ձևավորած ուռուցքա ու դուրս չի գալիս անհատական մոտեցումն է, այսինքն պրոտոկոլ, բայց կա նաև անհատական մոտեցում, այդտենց դեպքերում պետք է դեր պրոստատը մի հատ է, մեր թոքը երկու հատ։ Բայց մեր երկրորդ սիրտն է տղամարդու։ Նո վերջս պրոստատի սոնոգրաֆիա արեք, սրտի նման էր բան, անգել ուլտրասաունդը շատ սիրուն բան է ստացվել։ Արմեն Էդուարդիչ, խոսեցինք ռոբոտիկ քիրուրգիայի կիրառման մասին, աստղիկ բժշկական կենտրոնը որ ուղղություններով է ցանկամ իրան կիրառի ուրոլոգիայում, հետո կրծքայինում որտեղ է կիրառել, իսկ որ վիրահատությունների ժամանակ եք ցանկացություն կա կիրառելու, սկսենք դեզանից ու շարունակենք։ Մենք բացի ուրոլոգիայից ու կրծքային վիրաբուժությունից նաև գինեկոլոգներն են ակտիվ մասնակցում եւ հիմա արդեն ընդհանուր վիրաբույժներ են մեր, այսինքն այդ հիմնական 4 ճյուղը զարգացնելու ենք։ Իսկ ուրոլոգիայում որտեղ եք ուզում կիրառեք։ Դե ուրոլոգիայում ես չէ որ պետք է այդ մեր դիտողների համար ուզեմ ասեմ այդ իմ կարծիքը չի, այդ ցավ աշխարհն է, որ համար մեկը դա շագանակագեղձի արմատական հեռացումն է քաղցկեղի ժամանակ ուռուցքային process-ների, երիկամային վիրահատությունները եւ արդեն ռեկոնստրուկցիվ վերականգնողական պլաստիկ վիրահատությունները, միզածորանի նեղացումներ, այնտեղ միզապարկի տարբեր դիվերտիկուլներ, խուղակներ եւ այլն, այդտեղ կիրառվում է։ Կրծքային վիրաբույժները Կրծքային վիրաբուժությունում իհարկե ամենակարևորը դա միջնորմային գոյացություններն են, իհարկե թոքի ուռուցքները, կերակրափողի խնդիրները, մենք պլանավորում ենք արդեն կերակրափողի իրադություն անենք։ Գրիժաներ, ախալաջաներ դա։ Ոչ միայն ուռուցքներ, դա մեր գործն է, մենք դրանով զբաղվում ենք։ Ընդհանուր վիրաբուժությունում ստամոքսի, հաստաղիքի նորագոյացությունների ժամանակ եւ կոլոպրակտոլոգիայում իհարկե։ Բայց ոչ կրծքային վիրաբույժները կոլոպրակտոլոգիա։ Ես հասկացա, չէ, ես ուղղակի հումոր եմ անում։ Եթե ուզում եք, ես պակ կտրեք։ Չէ, կտրել պետք չի։ Ես ուզում եմ ասեմ, եթե դուք զբաղվում եք
կերակրափողի վիրաբուժությամբ դուք պետք է իմանաք կերակրափողի վիսցերալ ռեզերվների մասին ամեն ինչ, որովհետև երբ որ դուք հեռացնում եք կերակրափող, դուք պետք է իմանաք ոնց կերակրափող նոր ստեղծեք ստամոքսից։ Եթե ստամոքսից չի ստացվում, պետք է իմանաք հաստաղիկից սարքել, այնպես որ մենք կերակրափողի վիրաբույժները մի քիչ եւ կոլոպրակտոլոգ են։ Իհարկե մենք հեմառոիդոմիայով չենք զբաղվում, բայց հաստաղիկից կարող ենք հանգիստ ձախ կեսից, աջ կեսից կարող ենք սարքել կերակրափող, այնպես որ եթե դրա անհրաժեշտությունը կա։ Այդ գծով ինքը Շատ ունիվերսալ վիրաբուժություն։ Մենք օրինակ բերանի խորոչից ենք վերցնում ամեն արդինատոր ժամանակ ամենաչսիրածս վիրահատություններ, որովհետև ասում եմ գործիքով ուղղակի մի քանի ժամ պետքա կանգնես բուկալնի պլաստիկաների ժամանակ։ Շարունակենք եւ մեր զրույցը խոսացինք հիվանդից, խոսացինք ֆինանսից, ձեզ էլ չէ հարմար։ Օրինակ Արմեն Էդվարդիչի սկսենք ու հետո ձեզ անդրադառնանք, որովհետև դուք աստիճ երկու անգամ լվացվել եք այսօրվա վիրահատությանը, հիմա Արմեն Էդվարդիչը կայֆա չէ, առանձին աթոռի վրա սուրճը կողք։ Հարցը մենակ այդ չի, նույնիսկ Դավիթ ջան, այստեղ կարևորը որ դու քո գործից հաճույք ես տամ, այսինքն դու հասկանում ես, որ դու հիվանդին անում ես լավագույնը, որ այս պայն աշխարհում կա ու իհարկե այդ շատ մեծ ոնց ասեմ ոգևորություն է, էմոցիա է առաջացնում, էլի բժշկի մոտ։ Դե դրան գումարած նաև կոմֆորտ է իհարկե վիրահատել։ Որովհետև որ եթե հաշվարկենք թե վիրաբույժները ինչքան են մեջքի խնդիրներ, ոտքերի անոթների հետ կապված խնդիրներ, չի որ ստեղ չկա։ Աչքերից սկսած, վզից, պարանոցը, մեջքը, էցավ էլի խնդիր է, բայց ամենաշատը իհարկե աչքերն են չորանում ու հոգնում ու շատ ռոբոտիկ վիրաբույժներ խնդիրներ են ունենում տեսողության հետ, աչքի հետ կապված, որտեղ անդադ լարված նայում ես։ Բայց գոնե հնարավորություն կա, ասես մի հատ հայացքը թեքես, թե կաթիլները ձեռքի կարա ուղղակի որ լարված անում ես, մոռանում ես այդ պահը։ Մեկ պետքա կողքից գալ, մեկը հուշի ասի։ Մեծ շնչեք, հա։ Չեք ամենասի սուրճ։ Դուք ինչի համար եք այսօր երկու անգամ լվացվել, որտեվ որ ասեցի դե նստած չեք լվացվել, բան, դուք ասեք երկու անգամ լվացվել եմ այսօր վիրացանը։ Սկզբում եւ վերջում, որովհետեւ շատ մանրուքներ կան, որ կարեւոր են, քանի որ նոր ենք մենք այս փորձը ձեռք բերում, շատ կարեւոր է այդ պորտերի տեղակայումը ու ոնց պետքա դնել։ Դրա համար իհարկե մենք բոլորս սովորում ենք, բայց ես փորձում եմ առաջինը ես անել, որպեսզի խնդիր չլինի, որովհետև եթե սխալ պորտեր տեղադրեք, ոնց որ վիրաբուժությունը, վիրահատությունը կարա շատ դժվար իրականանա։ Ու պորտերը մուտքերն է, էլի, մուտքերը, որտեղից որ կտրված պետք է արվի, որ գործիքը անցքերը։ Իրանք պետք է լինեն համապատասխան հեռավորության վրա իրարից համապատասխան տեղում։ Նույնիսկ մի միջկող սխալ դրեցիր տեղը, քեզ դժվար է վիրահատել արդեն։ Ու վերջում, երբ որ պետք է արդեն սպեսիմենը հանել, այսինքն օրգանը հեռացված պետք է հանել, իհարկե նենց ասում են հիվանդի համար ամենաշարտը իր վիրահատող բժշկի սիրտն է ցավում։ Դա 100% ես գիտեմ, իմ վրա գիտեմ, որ այդ հանելու պահին պետք է ես մաքսիմալ փոքր կտրվածք եմ անում, որովհետև գիտեմ, որ ինձնից ավելի փոքր կտրվածք չեն անի։ Ոզմես կոձերով հանես։ Ես հա պետք է հանեմ օրգանը, ու որպեսզի տրավման քիչ լինի շատ, այնպես որ բայց դա շատ կարճատև ժամանակ, երբ որ արդեն ռոբոտը կանգնած է, վիրաբուժությունը արված լրիվ, ուղղակի լվացվում ու հեռացնում եք ու վերջ։ Կստати ձեր ռոբոտը իդենտիֆիկա Էրեբունի ու Սլավմեդի ռոբոտը թե տարբեր ընկերությունների։ Էրեբունինը նույնն է։ Էրեբունինը նույնն է, հա, հասկացա։ Չինաստանն է արտադրում։ Բոլորն Չինաստանը։ Չգրեք չինականը ինչ պետք է լինի, սա քաղաք չինական մեքենաներ են։ Սա աշխարհ չինական մեքենաներ է քշում, որոնք իրանց ամեն ինչով արդեն թե գերմանականին, թե իտալականին այդ միջև գնել, որտեվ ինքը ռոբոտն էլ է շատ թանկարժեք սարք, շատ ենք ուսումնասիրել, շատ են գնացել, եկել, նայել, կարծիքներ հավաքել, ոնց որ այս լավագույն չինական։ Ինտուիտիվից ավելի էժան։ Նման է։ Ինքը էժան է։ Հա, ես ուզում եմ ասել ինտուիտիվը աստղաբաշխական թվերը արդեն։ Դե բայց ինտուիտիվն էլ իր աստղաբաշխական թվերով կորցնում է իր դիրքերը, որովհետև ես էլ միշտ տենց նայում եմ անդադ տարբեր կայքերում, տարբեր հիվանդանոցներում, տարբեր բանում, արդեն շատ եվրոպական կլինիկաներ, չինական տեխնիկա են տեղադրում։ Ես գիտեմ իմ ընկերը շվեյցարական Ժնևի համալսարանական
կլինիկայում աշխատում ու իրանք հիմա Դե ինչ է սեր գնում մենք որ Չինաստանում տրեյնինգ Չինական էին բան է, անցնում, սովորում էինք ռոբոտի Հոլանդիայից վրա, անընդհատ եվրոպացիներ էին գալիս այնտեղ գնում էին։ բայց գինը եւ կախված է թե քանի վիրահատություն է կանում օրական, այսինքն Դե դրանից այլ է է կախված, այո։ Օրինակ մենք Ռուսաստանում թիվ ունենք դրած, որ ռոբոտը պետքա գոնե եթե վիրահատություն կա, ասենք կար 5 պրոստատեկտոմիա, 3-ը պետք է գնա ռոբոտով։ Հնարավորության դեպքում որ անդադ աշխատեր սարքը, էլի, որովհետեւ սարքը նույնիսկ սպասարկելն էր շատ բարդ, որովհետեւ ինտուիտիվից պետքա մարդկանց կանչեին գային։ Մենք այդ քանակի պրոստատոր հեռացնենք, մի տարում սա Հայաստանի համարտած պրոստատը կհեռացնենք։ Ամպրոստատ Հայաստան։ Առանց հա, արի։ Նավշեկի Առանց պրոստատ Հայաստան։ Քաղաքական բան, ինչ-որ թիմա գնալ պրոստատ Հայաստան։ Արմեն Էդուարդիչ, ինչ նորություն կա կլինիկայում բացի ռոբոտային վիրաբուժություն, աստղիկ բկայի ուրոլոգիայում։ Այդ նորությունը այնքան արդեն մեծ նորություն է, որ մնացած նորությունների մասին արդեն էլ չենք էլ մտածում, չենք էլ։ Լազերը ո՞նց է։ Լազերը լավ է, լազերը դե արդեն նորություն չի, լազերով արդեն շատ ենք աշխատում։ Դե Միսակարային հիվանդության բոլոր եղանակները սկսած հեռահարքարափշումից վերջացած էնդոսկոպիայի բոլոր եղանակներով ամեն ինչ ունենք։ Այս պայն կարող է ինչ-որ շատ հազվադեպ հանդիպող սարքեր կա, որ մենք չունենք, որոնք շատ քիչ են կիրառում, բայց այն ժամանակակից ուրալական ինչ-որ պահանջում ունենք։ Ես հենց այդ եմ ասում, ասում եմ արդեն կարանք այս տարի որ հեսա վաղը գիշերը մենք միասին մեկնում Լոնդոն, այնտեղ արդեն կարանք մի քիչ ասենք, գիտեք, մենք այդքան շատ հետ չենք դեզ։ Արդեն կարանք ինչ-որ սենց նստենք։ Ճիշտ է, մեր կլինիկայում չկա մեր։ Հա դուք եք ռոբոտանի, հա։ Ոնց դուք չունեք Ուզբեկիստան, ասած ինչ-որ։ Ուզբեկստանը ունի, քանիջելած մի քանի հատ։ Մենք գիտենք ցավոք։ Մենք համինձամեն շատ նեղում են վրացիկ ունենք չունենք։ Դա շատ է նեղացնում։ Հաստատ վրացական թորակալ վիրաբույժները չունեն, այդ 100% գիտեմ ես։ Իսկ թորակալ խիրուրգիան աստղիկի ինչ է առաջարկում հիվանդներին, այսինքն ինչ ծառայություններ բացի ռոբոտիկ վիրաբուժություն։ Չափազանց լայն սպեկտրի վիրաբուժություն ենք անում։ Պարանոցից մինչև որովային, այսինքն շատ մեծ քանակի վիրահատություններ, շատ լայն սպեկտրի, կերակրափողի, միջնորմի գոյացություններ եւ նյարդամկանային հիվանդություններ, ճողվածքներ, ստամոքսի կերակրափողի, ստոծանու կերակրափողային բացվածքի ճողվածքներ եւ բացի այդ մենք ռոբոտիկ վիրաբուժությունից բացի միջև այդ բավականին ակտիվ ներդրել ենք էնդոսկոպիկ, տորակոսկոպիկ եւ լապարասկոպիկ վիրաբուժությունը, հիմա դա մեր համար բավականին բարձր մակարդակի վրա է ու մեր վիրահատությունների 95%-ը էնդոսկոպիկ է եղել, մինչև ռոբոտի ներդրում, այսինքն Հայաստանում նման կրծքային վիրաբուժության կլինիկա չկա, որտեղ համարյա թե բոլոր վիրահատությունները անվեն էնդոսկոպիկ եղանակով։ Բայց Հայաստանում կա մի խնդիր, ունեք դուք գիտեք, որ Հայաստանում թոքաբանների քանակը պուլմոնոլոգների մասին է խոսքը։ Մի քանի անգամ քիչ է, քան կրծքային վիրաբույժների քանակը, որը լրիվ պարադոքս է, այսինքն լրիվ հակառակը պետք է լինի։ Այսինքն խոսքը ունեք պետք է լինի 40 պուլմոնոլոգ ու 10 կրծքային վիրաբույժ, բայց Հայաստանում լրիվ հակառակն է։ Այսինքն քիչ խնդիրների։ Դա բերում է նրա, որ կրծքային վիրաբույժները բուժում են թոքային հիվանդներին, որպես թերապևտ, այսինքն որպես թոքաբան են աշխատում։ Գանում եք։ Դա արդեն խնդիր է։ Խնդիր է իհարկե։ Որովհետև վիրաբույժի մտածողությունը դեպի բան եւ թերապևտիկ այս վերջերս հիմնվել է հայկական պուլմոնոլոգների թոքաբանների ասոցիացիան Մարինա Ալբերտովնայի կողմից ու գիտեմ որ իրանք շատ բավականին ակտիվ են ու հուսով եմ որ կզբաղվեն այդ հարցով ու թոքաբանների քանակը կավելանա Հայաստանում ու մենք ապրիլին ունենք կրծքային վիրաբուժության նվիրված միջազգային կոնգրես Երևանում, այո 11-ին 12-ին մենք կնենց կանենք հաղորդում ինչև այդ դուրս գար մարդիկ իմանան։ Այո, մենք կունենանք բազմաթիվ հյուրեր Եվրոպայից, նույնիսկ Ասիայից եւ նույնիսկ երկրներից, որտեղից հիմա թռնել Հայաստան բավականին դժվար է ու համարյա թե անհնար է, բայց հուսով եմ մինչև այդ ավարտված կլինի ամեն ինչը ու մենք կանենք շատ լավ կոնֆերանս կոչվում է Երևանյան թորակալ օրեր, Երևան Thoracic Days 2026 ապրիլի։ Այո, լինելու է 2026 լինելու է 2026 նկատի ունեմ այս տարվա ապրիլի 11-ին 12-ին տեղի է ունենալու պետական բժշկական համալսարանում Կարմիր դահլիճում ունենք արդեն մեր schedule of announcement-ը, ծրագիրը պատրաստ է։ Մեր հաղորդումից թվում է 1-2 շաբաթ շուտ է դուրս գալու մարդիկ իմանան։ Նույնիսկ ունենալու ենք workshop
Օ, երիտասարդ բժիշկների համար էնդոսկոպիկ վիրահատություններ, թոքի, շատ հետաքրքիր է։ այնպես որ Դե այդ արդեն լուրջ զայավկա է դրսի մեր իդեպ ամեն անգամ կոնգրես գնալուց երկրներ ես բացահայտում քո համար, դե եվրոպական մեծ քաղաքներ, գիտես Փարիզ կամ չգիտեմ լան բան, այս համար ստացվեց գնանք Կիշինյով, ու ես սիրահարվեցի այդ քաղաքին, չգիտեմ, Կիշինյովի վրա։ հա, քաղաքին չէ, մարդկանց ու աղջիկներին ու գինուն ու չգիտեմ, բացահայտեցի մի հատ երկիր, որ հիմա մարդիկ ասում են առանց վիզա ուր կարան գնանք, ասում եմ եթե ուզում ես 3 օր լավ հանգստանաս, գնանք Կիշինյով, որովհետև այդքան էժան ու որակով դու չես կարող ոչ միտեղ հանգստանաս։ Լավ է որ մեր Հայաստանում այդ գիտական ու կրթական բաները զարգանում են։ Հիմա անոնս արեց պրոֆեսոր Դանիելյանը, մենք էլ անոնս պիանենք, չէ՞։ Մենք էլ ուրոլոգներով նստած ենք, գիտենք որ հուլիսին էլ մեր մոտ է Էնդոուրոլոգիայի էնդոկոնգրեսա լինել, էնդոուրոլոգիային նվիրված, բազմաթիվ էքսպերտներ, ես ասեմ երևի top 5-ակի աշխարհի տարբեր ոլորտներում գալու են Հայաստան, ներկայացնեն իրենց ելույթները, զեկույցները եւ էլի լինելու է երիտասարդների համար workshop, այդսա հուլիսին է լինելու Երևանում, այսինքն Երևանը դառնում է մի հատ sense լավ բժշկագիտական կենտրոն։ հա, այդ շատ ուրախացնող է։ Մի հատ վերջի հարցը, որ ձեզ երկուսին փորձում եմ տալ ու ավարտենք, հաճույքով եք առավոտները գնում, մենակ ճիշտ է։ Ու հաճիկով կացին իրար տեսնում եք, չէ, հաճիկով։ Հաճիկով։ Մթնոլորտը լավն է, բայց մեկ իհարկե արդեն Դե դու կենտրոնից Չէ, ես Բանգլադեշն հասնել։ Ես ասեմ, որ ուրիշ բան ես չեմ կարող անել։ Սա միակ գործն է պրակտիկ, որ ես գիտեմ ինչա պետք անել։ Այնպես որ միգուցե եթե ես կարողանայի ինչ որ բան կոնստրուկցիաներ, ինչ որ բան սարքել, կարող է դրանից էլ հաճույք ստանամ, բայց մարդ միշտ հաճույքի հետևից է գնում։ Ցերեկվա ժամերին դա աշխատանքն է։ Ուրիշ ժամերին կարող ուրիշ բան լինի, բայց իմ կարծիքով հաճույքով եմ։ Մենք ընդհանրապես խոսում ենք մեր գործի մասին ու ես զգում եմ որ մենք հաճույք ենք ստանում։ Դե այդ ամենակարևորն է որ աշխատանքի գնաս մեծ սիրով։ Մենք ես էլ վերջես մտքի վրա բռնեմ որ այն քիչ երջանիկն է, որ առավոտը մի քիչ զզվելով աշխատանքի հաճույքով է գնում։ Կարող չգիտեմ տարիքից է կարող ավելի ժամանակ այդ ռուտինան ավելի շատ բան անեմ։ Ունել ես հաճույքով գնում աշխատանքից։ Հա, Այսո երջանիկ մարդ ես։ Դե դա ռոբոտը թույլ է տալիս։ Եթե տուն ես գնում, ռոբոտը թույլ է տալիս տնից աշխատել։ Հա, այդ արդեն բան կլինի, վաննայից վիրահատություններ։ Ճոկնես նորություն։ Դե ինձ սիրելիներս, ռոբոտիկ վիրաբուժությունը 2026-ին ֆենոմենալ կերպով մտավ Հայաստան։ Մենք արդեն 3-րդ ոդկասթն ենք նկարում այս թեմայի շուրջ։ Այս տարի հուսան վերջինն է, որովհետև կլինիկաները պետք է մի քիչ առողջ կոնկուրենցիա ունենան։ Ռոբոտ մի բերեք ուրիշ տեխնոլոգիա, որի կարիքը Հայաստանը շատ ունի։ Օրինակ, մենք ունենք իր կլինիկայում ռոբոտ, բայց fusion biopsy-ի հնարավորություն դեռ ոչ միտեղ չունենք։ Օրինակ, մի կլինիկա թող fusion biopsy-ի հնարավորություն բերի, որ մենք հիվանդներին կարողանանք ունենք, որտեղ կալգիամ անում ենք։ Ունենք, հա, այն կլասիկ fusion-ը չի, բայց ունենք, հա, ունենք։ Կրիոբիոպսիայի կարիք ունենք կամ ուրիշ շատ բաներ կարելի է մտածել կարելի է եւ ռոբոտիկ բրոնխոսկոպիա, որովհետեւ դա շատ կարեւոր է, դա ստանդարտ է եվրոպական բոլոր կլինիկաներում փոքր օջախների վերիֆիկացիայի համար ռոբոտ նավիգացիան բրոնխոսկոպով հրաշալի մեթոդ է։ Ուղղակի դա հրաշալի, իսկ նոր միտքը ծագես մասնավոր ապահովագրականները կարող են որպեսզի ավելի լավ փաթեթներ առաջարկեն իրենց հաճախորդներին պետականի զուգահեռ կարող եք առաջարկել ռոբոտիկ վիրաբուժությունը որպես ալտերնատիվա, որովհետև ես ոնց հասկանում պետական ապահովագրության այդ մասնավորի չափաբաժինը բազացնելու համար պետք է նաև նմանատիպ վիրաբուժությունների վրա գումար ծախսել։ Ձեր այդ դոկտոր Սրումներ, իդեպ եթե դու ուզում ես ունենաս քո ոդկասթը, կարող ես գալ Spin Ideas Agency, մի 2 կոպեկ փող տաս ու մենք կանենք այդ ամեն ինչը, կանենք, տվեք։ Առողջ եղեք։